Սվետլանա Ռուբենի Գրիգորյան։ Անուն, որ մեծ հետք է թողել հայ թատրոնի պատմության մեջ, կատակերգության անմոռանալի վարպետներից, որ սիրված ու սպասված էր բոլորի կողմից, որ տարիներ ի վեր խինդ ու ծիծաղ է պարգևել հանդիսատեսին եւ իր կյանքն ամբողջությամբ նվիրել հենց այս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին։ Բեմը նրա համար սոսկ տարածություն չէր։ Այնտեղ նրա կերտած յուրաքանչյուր դերը ձեռք էր բերում առանձնահատուկ շունչ ու անհատականություն, բնական, անկեղծ ու արհեստականությունից զերծ։ Հենց այդ անկեղծությունն էր, որ միանգամից կապ ու հաղորդակցություն էր ստեղծում հանդիսատեսի հետ։ Մեր մասնագիտության մեջ, նկատի ունեմ դերասանի մասնագիտության մեջ, կան երևույթներ, երևույթ բառից բուն իմաստով, որոնց անունը ժամանակի վաղեմություն չունի։ Նրանք եղել են, կան ու կլինեն։ Այդպիսի երևույթներից մեկն էլ հայ բեմում Սվետլանա Գրիգորյանն էր, որ տարբերվում էր բոլորից, որևէ մեկի հետ նրան չէիր շփոթի, որևէ մեկին չէր կրկնում, օրինակում ընդհակառակը ուրիշներն էին փորձում նմանվել նրան։ Սվետլանա Ռուբենովնան այն դերասանուհին էր, որը խստապահանջ էր ոչ միայն իր նկատմամբ, այլև իր խաղընկերների նկատմամբ, եւ դա բերում էր մեծ պատասխանատվության, եւ իհարկե դա մեզ համար նաեւ մեծ դպրոց էր։ Սվետլանայի մանկությունն անցել է դերասանների միջավայրում, քանի որ հայրը զինվորական է եղել, նրանք երկար ժամանակ ապրել են Երևանի կենտրոնում։ Այժմյան կոմեդիայի թատրոնի շենքի մերձակայքում Սպայի տանը, որտեղ այդ տարիներին գրեթե յուրաքանչյուր օր ցուցադրվում էին ներկայացումներ։ Աղջնակին գերել էր թատրոնի կախարդական աշխարհն ու տվել նրան մի մեծ ու նվիրական երազանք՝ դառնալ դերասանուհի։ Սվետլանան պատանի տարիքում շատ է սիրել նստել բակում ու բարձրաձայն կարդալ համաշխարհային դասական պիեսներ, հատկապես Շեքսպիրի ստեղծագործությունները։ Ասում են, այնքան լավ էր կարդում, այնպես էր խորասուզվում տեքստի էության ու բովանդակության, ներքին տրամադրությունների մեջ, որ մեծ դրամատուրգների գրվածքներն ասես կենթանանում ու շունչ էին ստանում։ Ուղին նախանշված էր։ Աղջնակը գիտակցաբար, թե ներքին անբացատրելի մղումով ընտրել էր դերասանի ճանապարհը։ Դերասանական արվեստը նրա համար պարզապես մասնագիտություն չէր լինելու, այլ ինքնաարտահայտման ու ապրելու ձև, ճշմարտությունն ու զգացմունքները բեմի միջոցով բացահայտելու հնարավորություն։ Այդ ընթերցանությունները կարծես դառնում էին նրա ճակատագրի առաջին քայլերը։ Երբ փոքր էի, հեռուստա ներկայացումներով արդեն իսկ տեսել էի Սվետլանա Ռուբենովնային, բայց երբևէ մտքովս չի անցել, որ ես կարող եմ իմ կյանքի ընթացքում նույնիսկ մոտիկից նրան տեսնել։ Բայց երբ 93-ին եկա թատրոն եւ առաջին անգամ ես նրան տեսա, ես հիմա չեմ կարող բառերով նկարագրել այնինչ ես զգացի։ Ինձ համար դա մի հեքիաթային պահ էր, որ ես կարող եմ մոտիկից նրան տեսնել, առավել եւս հետագայում շփվել նրա հետ պատիվ ունենալ խաղալու նույն բեմում, լինել նրա թորնուհին բեմում, նույնիսկ չեմ երազել դրա մասին, բայց ինձ համար այդ ամենը իրականացավ։ Հեշտ չի եղել Սվետլանա Գրիգորյանի մանկությունն ու պատանեկությունը։ Պատերազմի տարիներին բաժանվել են ծնողները, նա իր 3 քույրերի եւ 2 եղբոր հետ մնացել է մոր խնամքի տակ։ Վերջինս մեծ դժվարությամբ, բայց պատվով կարողացել է մեծացնել իր 6 երեխաներին։ Բեմական կերպարը մի տեսակ խիստ կերպարը կյանքում բոլորովին այլ կին էր, շատ բարի, շատ սիրում էր իր գոլեգաներին, բայց ոչ բոլորին։ Սիրում էր շնորհալիներին, այն մարդկանց, ովքեր բեմի մարդիկ են։ Կյանքի դժվարությունները երբեք չեն կոտրել Սվետլանային։ Թատրոնը Սվետլանայի մտքից, հոգուց ու ինքնությունից երբեք չի հեռացել, դառնալով ինքնաբացահայտման ու աշխարհի հետ երկխոսության մեջ մտնելու լավագույն միջոց։ Դա է պատճառը, որ 7-րդ դասարանն ավարտելուց հետո բոլորից գաղտնի ընդունվել է թատերական ուսումնարան, վստահ լինելով, որ հենց դա է իր իրական ճանապարհը։
Դա եղել է համարձակ, մի քիչ վախեցնող, բայց նաև երազանքներով լի որոշում։ Ուսումնարանն ավարտելուց հետո Սվետլանան ուսումը շարունակել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում Վարդան Աճեմյանի ղեկավարած կուրսում։ Ուրեմն, դրա համար է շապուկի մեջ հակության կար։ Այո, կար։ Լսիր, պարազիտ, այս տանը աստեղ անգամ չի կորել, իսկ հիմա հանգουσյան կորցի, Ինքը յուրահատուկ մարդ էր, խիստ էր, բայց միևնույն ժամանակ շատ արդարացի։ Նաև հումորով, շատ հումորով դերասանուհի էր, թեպետ բեմի վրա դա հասկացվում էր, բայց կյանքում նույնպես հումորով էր։ Ասեմ, որ այն տարիներին, երբ որ ես ամուսինս նույնպես աշխատում էր այս թատրոնում, եւ ինքը մորուք էր պահում, հետո որ ամուսնացանք, մորուքը սափրեց։ Սվետլանա Ռուբենովնան տեսավ, ասեց՝ «Տղա, ուր է մորուքդ»։ Ասեց՝ «Դե Զարուհին չի սիրում, սափրել եմ», ասեց։ «Զարուհին չի հասկանում, ինչպես կարելի այդ համայնքը մաքրել»։ Մի խոսքով ինքը յուրահատուկ դերասանուհի էր, այո, եւ սիրված դերասանուհի, ինչպես հանդիսատեսի կողմից, այնպես էլ մեր կողմից։ 1949 թվականից Սվետլանա Գրիգորյանը աշխատել է որպես դերասանուհի երաժշտական կոմեդիայի թատրոնում, որտեղ առաջին քայլերը կատարել է Վարդան Աճեմյանի հրավերով։ Աշխատելով օպերետային ժանրի վարպետների հետ, փոխառնելով նրանց փորձը, Սվետլանան չի կաղապարվել միայն վերցրածով, այլ զարգացնելով տեսածն ու յուրացրածը սկիզբ է դրել այդ ժանրի մի նոր տեսակի, ստեղծելով իր կենսախինդ հանդիսատեսի սիրտն ալեկոծող գրիգորյանական տեսակը, ասես հայկականացնելով ու ձևավորելով ազգային ժանրի մի նոր դրսևորում։ Վաստակաշատ դերասանուհին իր կյանքի 60 տարիներն ապրել է թատրոնով ու հանուն թատրոնի, ստեղծելով 150-ից ավելի վառ ու բազմաշերտ կերպար։ Իր թատրոնում եղած տարիներին նա կերպավորել է հետևյալ դերերը. Սիմա, մի քաղաք կա Վոլգայի վրա, Մարիետա, Բայադերը, Կոլոմբինա, վենետիկյան երկվորյակներ, Լիքսենա, պարերի ուսուցիչը, Նունուֆար, հին հիվանդություն, Մարթա, ատամնաբույժն Արևելյան, Ժաննա, Ռոզմարի, Ռոզալիա, Չանիտայի համբույրը, անընդհատ նվաճելով հանդիսատեսի սերն ու համակրանքը, հարուցելով թատերագետների մասնագիտական հիացմունքը։ Արմեն Մացականովնը վերջերս մեր սարերում սարսափելի բանդիտական խմբեր են երևացել, երեխաների սարերը։ Ներկայացման ժամանակ նույն այս բեմի վրա, երբ խաղում էի նրա թորնուհին, ներկայացումից երևի թե մեկ ամիս առաջ նա ընկել էր, կողքը ցավում էր եւ այդպես երկար ժամանակ դեռ չէր անցնում, հենց այն կուլիսում դրված էր մի աթոռ, որտեղ ինքը նստում էր եւ սպասում էր իր մուտքին։ Ես մի տեսարան ունեի, որ վազելով պետք է բեմից դուրս գամ։ Արագ գնացի եւ չհասած կուլիսներ ես ընկա ու այսպես դեմքով դեպի իրեն, ինքը նստած է, ես այսպես նայում եմ իրեն, իհարկե ես դա խաղացի, որ այդպես բեմադրված է, ես այդտեղ պիտի ընկնեի, վեր կացա շատ ակտիվ ու դուրս եկա, ձեռքով ուրեմն սեղմել է այդ տեղը, որտեղ որ ցավում է ու ծիծաղում է, ասեց Սրիկա, ափսոս կողքս ցավում է, ավելի բարձր կծիծաղեի քեզ վրա, տեսար դեմքդ ինչպես ընկար։ Սրիկան իմիջայլոց նրա ամենասիրելի բառն էր։ Ինքը ում սիրում էր ասում էր Սրիկա։ Այստեղ պահպանվող զգեստներից յուրաքանչյուրն իր կենսագրությունն ունի։ Ամեն մեկը մի խոսող պատմություն է ժամանակի ու այդ ժամանակի մեջ ապրող արտիստի մասին։ Սա օրինակ Ժիվկայի հագուստն է, որ կրել է Սվետլանա Գրիգորյանը, Բրանիսլավ Նուշիչի տիկին մինիստրուհին բեմադրության ժամանակ։ Ժիվկային առաջին անգամ մարմնավորել է 26 տարեկան հասակում։ Այդպիսի հրճակ, սեր, ծաղիկներ մեր օրերում ստանում են բացառիկները։ Սվետլանա Գրիգորյանի մասին այսպես է արտահայտվել հայ բեմի երախտավորներից Վարդան Աճեմյանը, ով նրան ճանաչում էր դեռ ուսանողական տարիներից եւ գիտեր դերասանուհու տաղանդի չափն ու կշիռը։ Սվետլանա Գրիգորյանի խաղը բարձր գնահատականի է արժանացել ոչ միայն հայ, այլև օտարերկրյա թատերական գործիչների կողմից։ Շատ խստապահանջ էր եւ այդ խստապահանջությունը ոչ միայն մեր նկատմամբ էր,
ինչը ես հետո հասկացա եւ դա ինձ համար շատ մեծ դաս եղավ։ Ինքը խստապահանջ էր նաեւ իր նկատմամբ եւ թույլ չէր տալիս, որ որևէ մեկը մատների արանքով նայի թատրոնին, ներկայացմանը եւ ընդհանրապես Կար մի կերպար, որով Սվետլանա Գրիգորյանին ճանաչում ու սիրում էին բոլորը, մեծից փոքր։ Դա Ռոզի կերպարն էր, Ժիրայր Անանյանի տաքսի բեմադրության մեջ, որը նա հիանալի կերպով խաղացել է մեկ այլ հանճարեղ կատակերգու դերասանի Կարպ Խաչվանյանի հետ։ Ես քեզ հետ խոսում եմ, որ դու ինձ հետ խոսում ես։ Я, ай, конечно, дуэл где-то лежал. Это лаве. Դիկին իմ կինը տեսեք խոսում է, որ դուք նրա հետ խոսում եք տրատ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 ա։ Ես դրա հետ չեմ խոսում, ես ձեզ հետ եմ խոսում տրատատատատատատատա։ Սվետլանա Գրիգորյան, Կարպ Խաչվանյան դերասանազույգը թերևս ամենահաջողվածն է հայ բեմում։ Առաջին համատեղ խաղը, որը երկուսի համար էլ ճակատագրական էր, եղել է 1949 թվականին Լեպինի մի քաղաք կա Վոլգայի վրա օպերետում, որտեղ Սվետլանան մարմնավորում էր Սիմա Ռոշչինայի կերպարը, իսկ Կարպը Լյոնյա Գլասկինի։ Գրիգորյան Խաչվանյան դերասանազույգն իսկապես բացառիկ էր բոլոր առումներով։ Հիանալի փոխհմբռնում, անմեկնելի ներդաշնակություն։ Եթե անգամ մինչ բեմ բարձրանալն ինչ որ հարցի շուրջ անհամաձայնություն են ունեցել կամ վիճել են, միևնույն է, բեմում նրանք անզուգական խաղընկերներ էին եւ ոչ ոք ոչինչ չէր նկատում։ Բազմաթիվ պիեսներ գրվել եւ բեմադրվել են հատուկ այս դերասանազույգի համար։ ես երբ որ ընդունվել եմ թատրոն, մենք խաղացել ենք Սվետլանա Ռուբենովնայի հետ։ Պարոն Խաչվանյանը թատրոնում էր, խաղում էր, բայց չենք խաղացել իր հետ բեմում, բայց երբեմն կուլիսներում եւ գրիմանոցում հանդիպում էինք։ Ինքը միշտ շատ հոգատարությամբ, մեծագույն սիրով եւ հարգանքով, որովհետեւ ես շատ բաների իրավունք չունեմ խոսելու եւ շատ բաներ ես չգիտեմ, բայց ես կասեմ այն, ինչ ես ինքս եմ տեսել։ Մեծագույն հարգանքով, մեծագույն սիրով եւ անսահման գնահատանքով, որովհետեւ ինքը միշտ պնդում էր եւ ասում էր, որ նա մեծագույն վարպետ է։ Մինչ այսօր շատերն են կարծել, թե Սվետլանա Գրիգորյանն ու Կարպ Խաչվանյանը ամուսիններ են, սակայն նրանց հարաբերությունները սկսվել եւ ավարտվել են բեմում, իսկ կյանքում նրանք երբեք չեն անցել լավ ընկերության ու մտերմության սահմանը։ Ես գիտեմ, որ նրանք սիրել են իրար։ Այո, սիրել են իրար, բայց որպես ամուսիններ նրանք երբեք չեն եղել։ Ես նույնիսկ գիտեմ, որ Սվետլանա Ռուբենովնան շատ հոգ է տարել Կարպ Նիկիտիչի մասին, շատ հոգ է տարել։ Իսկ թե ինչու ընտանիք չի կազմվել, ես դրա մասին չեմ կարող ասել։ Գիտեք, արտիստները շատ խելագար մարդիկ են լավ իմաստով եւ երևի իրենց այդպես շատ ավելի հարմար է եղել։ Եվ հետո Կարպ Նիկիտիչը իր բնավորությամբ շատ ավելի ծանր մարդ էր։ Չգիտեմ, բայց իրենք լավ զույգ էին, լավ խաղընկերներ էին։ Դա շատ կարևոր է։ Եվ նրանց այդ դուետը ստացված էր։ Նրանք լրացնում էին մեկը մյուսին։ Կարպ Խաչվանյանի մահը խոր ազդեցություն է ունեցել Սվետլանա Գրիգորյանի վրա։ Նա կորցրել է ոչ միայն իր տասնամյակների գործընկերոջն, այլ այն հենարանը, որ տարիներ շարունակ ունեցել է բեմում եւ որի համար նույնքան տևական ժամանակ եղել է հենարան։ Դերասանուհին բազմիցս խոստովանել է. ասես թևերս կտրված լինեն, պարտնյոր չունեմ, պարտնյոր։ Նրանք չի կարելի բաժանել իրարից, նրանք երկուսն են եղել, նրանք այդ աստղաբույլն է եղել թատրոնի, հասկանում եք այն ժամանակվա, եւ չկար մի ներկայացում, որ դալիճ չպայթեր նրանց կատարմամբ։ Առավոտյան այն ժամանակ այդպես էր, առավոտը ժամը 4-5-ին հերթ էինք անում դրամագրքի մոտ,
պատկերացնում եք, որպեսզի տոմսերը իրենց հաստի տոմսեր դնեն։ Շուտ հանեք։ Ինչի՞ բարեք հայ։ Հանեք, հետո կիմանաք, շուտ հանեք։ Հանեք։ Ո՞վ հանենք։ Ղտակիցել ենք հաչերը։ Բոլորն էլ հանեք, ոննեք։ Այսինքն հանվեք։ Հա, հանվեք։ Ինչ պատահեց քեզ այդ խա։ Սվետլանան ամուսնացել է ուկրաինացի լրագրող Լեոնարդ Նեդոլիայի հետ, սակայն նրանց ամուսնական կյանքը երկար չի տևել։ Բաժանվել են երեխաներ չունենալու պատճառով, միմյանց հանդեպ մինչև կյանքի վերջ հատուկ ակնածանք պահելով։ Լեոնարդի սերն ու հարգանքը Սվետլանայի հանդեպ այնքան մեծ է եղել, որ հետագայում ամուսնանալուց հետո փոխել է տղայի ազգանունը դարձնելով հայկական Նեդոլյան։ Չուներ ընտանիք, իր սեփական ընտանիքը չուներ իր երեխաները, բայց այնուամենայնիվ նա ուներ կարգին ազգականներ, ովքեր հոգ էին տանում նրա մասին, ովքեր ամեն բան անում էին, որպեսզի նա լիներ առողջ, որպեսզի նրա պահանջները բոլոր կատարված լինեին։ Նա սիրված էր եւ իր ազգականների կողմից, եւ թատրոնի անձնակազմի կողմից, եւ նաեւ Երվանդ Խաչատուրովիչը ժամանակին շատ ուշադիր էր Սվետլանա Ռուբենովնայի նկատմամբ։ Առանձնահատուկ ջերմությամբ ու հոգատարությամբ էր կապված եղբայրներին ու քույրերին, նրանց երեխաներին, ընտանիքը համարելով իր կյանքի ամենակայուն ու վստահ պատվարը։ Նրանց տներում երբեք չեն պակասել սրտաբաց զրույցներն ու փոխադարձ ուշադրությունը։ Թատրոնի առօրյան Սվետլանայի համար փակ աշխարհ չէր։ Նա սիրով ու ոգևորությամբ կիսվում էր այնտեղ տեղի ունեցած ամեն մանրուքով, փորձերի լարված պահերից մինչև բեմական հաջողությունների ուրախությունը, կուլիսային զվարճալի պատմություններից մինչև ստեղծագործական որոնումների մտահոգությունները։ Հենց այստեղ է ներկայացումներից առաջ պատրաստվել Սվետլանա Գրիգորյանը։ Խաղընկերները պատմում են, որ չափազանց պահանջկոտ է եղել արտաքին տեսքի հանդեպ եւ բեմ դուրս գալուց առաջ մի քանի ժամ հատկացրել է գրիմին, ընդգծելով կերպարների առանձնահատկությունները։ Ամեն օր գալիս էր փորձերանում։ Այդ սերաստղերի տակ մի անգամ ասեցի Սվետլանա Ռուբենովնա, գուցե այսօր չփորձենք, դուք ամեն ինչ լավ գիտեք։ Բալիկ ջան, ես պետք է ապարեմ։ Տենց էլի սկսեցի նվագել, ինքը փորձեց, ապարեց, բան։ Գիտեք, իսկական պրոֆեսիոնալը տենց պետք է լինի։ Ամեն օր պետք է նվագի, պետք է երգի, պետք է փորձ անի, դրա համար էլ բարձր մակարդակ էր։ Երբեք տնային հագուստով որևէ մեկին հյուր չէր ընդունում։ Նույնիսկ հիվանդ ժամանակ, երբ որ մենք պայմանավորվում էինք, որ պիտի գնանք այցելության, ասում էր, ես ձեզ կասեմ, երբ կգաք, երբ որ ես պատրաստ կլինեմ, երբ որ պատրաստվում էր, զանգում էր, այ հիմա կարող եք գալ։ Ես ամուսնացել եմ թատրոնի հետ, խոստովանել է Սվետլանա Գրիգորյանը։ Դա ոչ այլ ինչ էր, քան կյանքի գիտակցված ընտրություն, հավատարմության երթում, որ տրվել էր ոչ թե մեկ օրվա, այլ ամբողջ ճակատագրի համար։ Թատրոնը նրա կյանքի մեծ սերն էր, ամենօրյա ուղեկիցը, ուրախության ու ցավի բաժնեկիցը։ Այստեղ նա գտնում էր իր ինքնությունը, իր ուժն ու հանգրվանը, բոլոր փորձություններն ընդունելով նույն նվիրվածությամբ, ինչով ընդունում էր հաջողություններն ու նվաճումները։ Այդ հարաբերության մեջ թաքնված էին անքուն գիշերներ, անհանգիստ սպասումներ, լուռ պայքարներ ու փայլուն հաղթանակներ։ Բայց նա երբեք չէր դժգոհում, որովհետև թատրոնն էլ իր հերթին Սվետլանային նվիրում էր ապրելու իմաստ, տալիս ճանաչում ու փառք, ու մի անփոխարինելի վստահություն, որ ինքն իր ճիշտ ու կանխորոշված տեղում է։ Մի անգամ երեկոյան հերթական զանգը, որ եղավ իր կողմից, զանգում էր, ժամերով խոսում էինք։ Չգիտեմ ինչ անցավ մտքովս։ Որոշեցի ձայնագրել։ Որևէ չեմ սխալվել, որովհետև այն ինչ որ ասաց, ինչև հիմա ինձ մեջ դաջված մնացել է։ Ասաց, որ իր ողջ կյանքը նվիրել է թատրոնին։ Ես կյանքում չամուսնացա, բայց ամուսնացա թատրոնի հետ։ Իմ շատ կարևոր բան է, ասաց Բալիկ ջան, թատրոնը կարկատաններ չի սիրում։ Երկար խոսեցինք, ու ասաց լավ, բավական է։ Ես գիտես ինչի զանգեցի, որտեղ
Կարոդրուն թատրոն։ Ասեց մի մոռացեք ինձ։ Զանգեք։ Նա երբեք չի ձգտել դեպի կինոաշխարհ։ Էկրանն այդպես էլ չի կարողացել փոխարինել բեմի կենթանի շնչին ու հանդիսատեսի հետ նրա անմիջական շփմանը։ Օպերետը նրա տարերքն էր։ Այն ժանրը, որտեղ կարողանում էր ամբողջապես բացվել, միախառնելով խոսքը, երաժշտությունը, շարժումն ու հումորը։ Այդ աշխարհում նա իրեն զգում էր ազատ, լիարժեք եւ երջանիկ։ Թատրոնը նրա համար չուներ համարժեք այլընտրանք։ Բեմը մնում էր անփոխարինելի։ Այդ համոզմունքն էր, որ Սվետլանա Գրիգորյանին դարձրեց անսակարգ նվիրյալ, մինչև վերջ հավատարիմ իր ընտրած ուղուն։ Եղնում էին նրանով, նա անբացատրելի պլաստիկա ուներ այդ գերության մեջ, նա այնպես էր թրջում, պարում, ժողովրդի միջև հիմա տես հիշում է եւ զարմանում է ոնց կարող էր։ Ամեն մի երիտասարդ կերազել նրանպես ապարել եւ երգել, պատկերացրեք այդ տարիքում արդեն։ Սվետլանա Գրիգորյանի անունը վաղուց նույնացված է ժպիտի ու հրճվանքի հետ։ Ուստի պատահական չէ, որ նրան շնորհվել է ծիծաղի թագուհի պատվավոր տիտղոսը, որպես մեկնով ծիծաղը վերածել է բուժող ու մխիթարող ուժի։ Ես երբեք չեմ խաբել հանդիսատեսին, ինքս ինձ դա երբեք չէի ների, ասել է տաղանդաշատ ու վաստակավոր դերասանուհին։ Այդ խոսքերի մեջ ամփոփված է նրա ամբողջ ստեղծագործական հավատամքը։ Նրա համար բեմ բարձրանալը սրբություն էր, պատասխանատվություն ոչ միայն արվեստի, այլ առաջին հերթին մարդու հանդիսականի առջև։ Նա հավատում էր, որ հանդիսատեսը զգում է ամեն ինչ, անկեղծությունն ու կեղծիքը, ճշմարտությունն ու ձևականությունը, եւ հենց այդ վստահությունն էր պարտավորեցնում նրան լինել ազնիվ յուրաքանչյուր պահի։ Բեմը Սվետլանա Գրիգորյանի համար այն հայելին էր, որտեղ չէր կարելի խեղաթյուրել իրականությունը։ Եվ այդ անխախտ սկզբունքին հավատարիմ մնալով նա արժանացավ այն ամենամեծ գնահատականին, որ կարող է ունենալ դերասանը, հանդիսատեսի անկեղծ սիրուն ու վստահությանը։ Շուկա եթե գնար Սվետլանա Ռոբանևնան, բոլորը ցանկանում էին նվիրել, ուղղակի նվիրել։ Ժողովրդական սեր էր, չէ՞, վայելում այդ կինը։ Դա հազվագյուտ բան է եւ այդպիսի սեր վայելում էր Կարփ Խաչվանքյանը, վայելում էր Մելինե Համամջյանը, վայելում էր Ստեփան Հարությունյանը, չգիտեմ, այդ սերնդի դերասանները Աստծո տված շնորհ էր, այլ էին։ Շատ էր խոսում, որ կյանքը կայացավ բեմում, բայց չէր մտածում, որ միայն ես լինեմ եւ ինձանից հետո ոչինչ չլինի։ Մտահոգվում էր նաեւ թատրոնի վաղվա օրվա համար եւ անverջ խոսում էր թատրոնի մասին։ Բոլոր զրույցների մեջ երբեմն տևում էր ժամ ու կես, միևնույն է խոսում էինք ամեն ինչի մասին, բայց երբ որ պիտի ավարտեր, ասում էր Բալիկ ջան, թատրոնը շատ սիրեք։ Ձեզ հարգեք, բայց շատ սիրեք թատրոնը։ Գնահատեք թատրոնը։ Թատրոնը շատ կարևոր է։ Սվետլանայի բեմական կյանքում քիչ չեն եղել նաև հումորային դրվագները։ Ներկայացումներից մեկի ժամանակ անսպասելիորեն ընկել են բեմի դեկորացիաները։ Դահլիճը քարացել է։ Դերասանները շփոթվել, բայց Սվետլանան, չկորցնելով ինքնատիրապետումը, հումորով է մեկնաբանել կատարվածը, միջադեպը վերածելով գործողության մի մասի։ Նրա իմպրովիզացիան ծափահարությունների փոթորիկ է առաջացրել, եւ ներկայացումը շարունակվել է, կարծես ոչինչ չի պատահել։ Ներկայացման ժամանակ Սվետլանա Ռուբենան ընկավ բեմի վրա։ Պատկերացնում եք, որ յուրաքանչյուր մարդը, որ ընկնի, ցավում է, չէ, ինչ որ ձեռքավոտ է։ Ինքը որ ընկավ, ինքը վայվույ չարեց, սկսեց նորից իր տեքստը խոսում էր ման ու հանդիսատեսը անենց էր ծիծաղում, հանդիսատեսը գիտեր, որ այդ տեսարանը տենց է, ինքը պիտի ընկնի, պատկերացնում եք։ Ամերիկա հյուրախաղերի գնացինք եւ գիտեք դուրս ենք գալիս բանից, որ ճամփորդները պիտի ստուգեն եւ բարձրանանք դեպի դուրս։ Այսպես դիք էր այդ տեղը, որ դարձելով բարձրանում ենք, մեկ է մի բղավոցներ, ցայներ, գոռոցներ, ծափահարություններ, Սվետիկը փախփախելով հետ ինչ է կատարվում գոռեց։ Ասի մեզ են դիմավորում հանգիստ հայ ժողովուրդն եկել այրոպորտ ավի Լոս Անջելեսի։
Սրիկաներ, գլուխը կախեց այսպես արական փակավ երբեղից որ հենց դուրս եկավ տելևիզիոնյա, բան սարեկան որ իրան նկարում են հարցազրույց, ասպա թողիկ հանգստան, թող չէր կարողանում խոսել, ես ուզվել էր շատ։ Սվետլանան աննկուն կին է եղել, ուժեղ, համառ, մշեցուն հատուկ ամրությամբ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ մահացել է դերասանուհու մայրը, իսկ նա ստիպված է եղել կարևոր դեր հանձնել, կուլիսներում նա լաց է եղել, իսկ խաղի ժամանակ սրբել արցունքներն ու բեմ մտել այնպես, որ հանդիսատեսից ոչ ոք չի նկատել դերասանուհու մեծ վիշտն ու ցավը։ Հյուրախաղերից մեկի ժամանակ Սվետլանա Գրիգորյանը Լիսիստրատ է ներկայացման ընթացքում ամփույթ շարժման արդյունքում կոտրել է ձեռքը, բայց նվիրյալ դերասանուհին չի ընկրկել։ Կոտրված ձեռքով ու արժանապատվորեն մինչև վերջ խաղացել է դիմադրելով ցավին։ Այսպիսին էր նա, թատրոնի գերագույն օրենքի հավատարիմ առաքյալը։ Կարպ Խաչվանյանի մահվան նվիրված թատրոնը փորձեց վերականգնել Կարպ Խաչվանյանի վերջին ներկայացումը եւ ինձ վստահվեց նրա դերը, որտեղ Սվետլանա Գրիգորյանը պետք է լիներ իմ կինը։ Հետաքրքիր ես ամեն ինչ արեցի հրաժարվելու, որտեղ ես չէի պատկերացնում, ասաց ոչ սրիկա, դու պիտի խաղաս։ Սվետլանա Ռուբենովна, բայց ոնց։ Ասաց ոչ ինչ քեզ կծերացնեմ, բայց երբ որ ծերացնեն կգաս ես տեսնեմ։ Գնացի մեր գրիմյորը ջանք ու եռան չխնայեց, ինձ լավ ծերացրեց, ջերմակ բեղեր, մազեր ու երբ որ եկա անցնելու քննությունը ծերության շորեկավ սենց երկար նայեց, ասաց սրիկա, միթե ես այդքան ծեր եմ, գնա ջահելացիր ասաց։ Երազում եմ մեռնել բեմում, խոստովանել է մեծ դերասանուհին։ Սա սովորական դրամատիկ արտահայտություն չէ, սա խորապես գիտակցված սիրո ու նվիրվածության դրսևորում է։ Բեմն էր նրա կյանքի սկիզբն ու ավարտը, այն վայրը, որտեղ իր գոյությունն իմաստավորվում էր։ Այս երազանքն իր մեջ ոչ թե մահվան, այլ լիարժեք ապրած լինելու ցանկություն էր ամփոփում, մինչև վերջին շունչը մնալ կոչման մեջ։ Նրանք իմ այստեղն են միջև իմ կյանքի վերջն նրանք կմնան իմ սրտի մեջ։ Նրանց հետ ես շատ եմ հիշում։ Նրա համար Խաչվանյանի նկարը Սվետիկի գիրքը իմ սեղանի գրիմանոցում դրած է։ Նրանք միշտ ինձ հետ պիտի լինեն։ Երբ որ ես բեմ պիտի դուրս գամ, կարծես նրանք ինձ ասում են, ես կանես չմոռանաս էսվե։ Անկախինցարից դա ինձ մոտ ենթագիտակցության մեջ տպավորված է։ Մի խոսքով ես հիացած եմ նրանցով։ Ու երջանիկ եմ, որ նրանց հետ եմ խաղացել ես։ Բախտ եմ ունեցել, նրանցից շատ դերեր խաղալ։ Գիտեք, Սվետլանա Ռուբենովնան մարդ էր, ում հետ աշխատելը, ում հետ ծանոթ լինելը, ում մոտ գտնվելը ինձ համար կոնկրետ մեծ երջանկություն է եղել։ Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետև այ հիմա ժամանակ առ ժամանակ անուններ են հնչում, մարդկանց մասին հաղորդումներ են լինում։ Ես երջանիկ եմ, որ ճանաչել եմ նրանց։ Հանձինս Սվետլանա Ռուբենովնայի։ Թվում է թե եթե հիմա վերցնեմ հեռախոսը ու հավաքեմ իր համարը, հեռախոսի մյուս կողմից պիտի լսեմ։ Սրիկա, դու ես։ Նա գրեթե ամեն անգամ մինչ բեմ մտնելը հենց այստեղից կուլիսներից հնչեցնում էր իր զիլ ձայնն, ազդարարելով մուտքը։ Այդ ձայնը ընդունվում էր շռնդալից ծափերով ու ոգևորությամբ։ Դա նրա վաստակի ամենաիրական ու ամենաարժեքավոր գնահատականն էր։ Դա այն կոչումն էր, որ ժողովուրդն ինքն էր տվել։ Իսկ նա, այդ մեծ ու արհեստավարժ արտիստը ամենից շատ կարևորում էր հենց այդ տիտղոսը։ Հիշենք ու չմոռանանք մեր բեմի երախտավորներին, որովհետև նրանց կերտած պատմության գինը շատ մեծ ու թանկ